Եվ այսպիսով ափսոս իհարկե, որ ասությունը չկա մեր մասնակիցների, որտեղ բավական հետաքրքիր օր էր այսօր առևտրային օրը, ֆունդամենտալ իրավիճակը բավական հետաքրքիր առավել եւս եւ տեխնիկապես ըստ էության մեր ուղղությունները, ես կասեի, գերշահույթները ապահովեցին, այս պայդրությամբ իհարկե շարունակությունը դեռ սպասելի է։ Ինչևէ, անդրադառնանք մեր ֆունդամենտալ ֆոնին, այսպիսով նավթի հետ կապված պաշարները նավթի ինստիտուտի կողմից դուրս եկած գիշերվա տվյալը մի փոքր ավելացել էր, սակայն էներգետիկայի նախարարության կողմից Միացյալ Նահանգներին կրճատվել է 1,753,000 բարելով։ Իհարկե, սա ընդհանուր առմամբ դրական է նավթի այս պայմանությամբ սպասումներ ունեցող շուկայի համար, սպասվում է ամսի 25-ի մայիսի 25-26-ին OPEC-ի նիստը, որտեղ սպասվում է, որ կերկարացվի այն համաձայնագիրը, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից նավթի պաշարների կրճատման հետ կապված, ինչևէ նաև Միացյալ Նահանգներում նավթի պաշարների կրճատումը ինչ որտեղ օժանդակեցի մի փոքր եւս նավթի գների, ու ըստ ամենայնի մինչև ամսավերջ մենք կտեսնենք նավթի գների աճ, այնուհետև կախված արդեն OPEC-ի որոշումից կհասկանանք, թե ինչ է կատարվելու դրանից հետո եւ ինչ որոշում է կայացվելու OPEC-ի մի շարք ոչ OPEC-ի անդամ երկրների կողմից այդ նիստում։ Նոր Զելանդիայում արտադրողի գների ինդեքսը առաջին երամսյակում փոքր աճ է ունեցել, ոչ իրական նորություններ Ավստրալիայից այսօր տեսանք։ Անդրադառնանք Մեծ Բրիտանիայի նորություններին, այստեղ աշխատաշուկայի նորություններն են։ Հիշեցնեմ, որ մենք երեք քննարկում էինք ինֆլյացիայի մակարդակի եւ միջին աշխատավարձի մակարդակի տեմպերի տարբերությունը եւ կա այդ տարբերությունը 0,2% է, նշանակում այդքան տոկոսով իրական աշխատավարձը Մեծ Բրիտանիայի միջին աշխատավարձի մասն է խոսքը կրճատվել է, իսկ դա բավական վատ է ըստ էության համախառնիքի արդյունքի աճի հետ կապված, որովհետև այդքանով սպառողական ծախսերը կրճատվելու են։ Իհարկե, այստեղ աշխատաշուկայից լավ նորություններ ենք տեսանք, գործազրկության մակարդակը կրճատվել է 0,1%-ով, սակայն բնակության իրական եկամուտների կրճատումը ըստ էության ավելի բացասական անդրադարձավ, ուրեմն ֆունտի Մեծ Բրիտանիայի ընդհանուր առմամբ իրավիճակի վրա, տնտեսական իրավիճակի վրա, բայց բոլոր դեպքերում այսօր դոլարը ամբողջ ճակատով արժեզրկվում է եւ անմասն չի մնացել ֆունտի հանդեպ, հետեւաբար այսօրական ուրեմն արժեքը միտումը այդքան էլ չերևաց։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ըստ էության դրական ազդակներ է տալիս, ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում ճնշում ավելի շատ քաղաքական տեսանկյունից է, մենք հունիսին ունենք բրիտանական պարլամենտի ընտրություններ, բացի այդ Brexit-յան իրավիճակի այստեղ Եվրամիությունն է կոշտ իր որոշումներ հայտնում այս ուրեմն ուղղությամբ եւ բոլոր դեպքերում այս ամենը հանգեցնում է Մեծ Բրիտանական ֆունտի վրա ճնշումներ եւ չի կարողանում այն լիարժեքորեն արժեվորվել։ Եթե չլինեն այդ իրավիճակները քաղաքական ֆունտը մի քանի 100 պունկտ այս պահին եւ այս նորություններով, այս շաբաթվա միայն նորություններով արդեն իսկ արժեվորված կլիներ։ Սպառողական գների ինդեքսն է, փոփոխություն չկա, նույն չափով է աճել, ինչ որ նախորդ ամիս վատ չի եւ արդեն իսկ շուկաները սպասում են, որ քանակային ընդլայնման քաղաքականությունը պետք է դադարեցվի, աստիճանաբար իհարկե 80 միլիարդ աստիճանաբար կրճատվի, 60, 40 եւ այլն, բացասական տոկոսադրույքները պետք է արդեն վերացվեն, մի խոսքով առաջիկա ուրեմն կենտրոնական բանկի նիստի ընթացքում Եվրամիության Դրագին պետք է նման քայլերի մասին արդեն իսկ կամ քայլերի նպատակայնության մասին խոսի, իսկ քայլերի իրականացման դեպքում արդեն եվրոն միանշանակ արժեվորվելու է, մենք դրան էլ սպասում ենք տարվա սկզբից եւ մինչեւ 1.15 եթե այս տարի իհարկե ընդլայնման քաղաքականությունը կրճատվել 1.15 կուրս եվրո դոլարի մենք շատ մեծ հավանականությամբ կարող ենք տեսնել, նույնիսկ մոտ ապագայում 1.13-ն էլ լրիվ հավանական տեսնել է, այնպես որ
Եվրոն արդեն նախաձեռնությունը ըստ էության վերցրել է իր ձեռքը։ Այստեղ տեսնում ենք արտադրական վաճառքների ծավալը Կանադայում բավականին աճել է եւ նավթի պաշարների նորությունները այսօր, որը հերթական անգամ կրճատվում է համաշխարհային նավթի պահանջարկի աճի արդյունքում։ Վաղվա 5 օրվա նորությունների հետ կապված ունենք Ճապոնիայից համախառն արդյունք առաջին երամսյակի համար լավ գնահատական է, բավական լավ գնահատական է եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ նախորդ երամսյակի համեմատ բոլոր դեպքերում առանց այդելի են այս պահին բավական արժևորվել է, իհարկե ոչ թե ելնելով Ճապոնիայի տնտեսական շատ լավ վիճակից, այլ անորոշությունից խուսափելու հետ կապված ուրեմն որպես հաջավորող ակտիվ, բայց բոլոր դեպքերում սա նույնպես իր հերթին կնպաստի արժևորմանը։ Զբաղվածության ցուցանիշներն են Ավստրալիայից, գործազրկության, զբաղվածության, այստեղ նույնպես հնարավոր է տեսնենք լավ արժեքներ, նախորդ ամիսների եւ տարիների հետ կապված, սպասենք եւ հերթական բրիտանական նորություններ, շաբաթ բրիտանական նորություններով լի էր եւ այդ նորությունները երկկողմանի ճնշում են ֆունտի վրա։ Ես կրկնում եմ, տնտեսական նորությունները բավականին լավ են դուրս գալիս, տնտեսությունը որոշակի առումով աճ է գրանցում, հատկապես գնաճը ավելի քան բավարար է, որպեսզի Անգլիայի կենտրոնական բանկը սկսի բարձրացնել ռեզերվային դրույթները, սակայն քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս եւ այդ է պատճառը, որ դեռ բրիտանական ֆունտը ճնշման տակ է։ Ամենայն դեպս մանրածախ առևտրի ծավալներն ենք մենք վաղը տեսնելու ինչպիսին է եղել աճը ապրիլ ամսվան տարեկան եւ ամսական կտրվածքով աճ կա 1% աճ է մանրածախ առևտրին այստեղ սպասվում եւ հերթական լավ նորությունը կլինի, եթե այն տեղի ունենա, ել չեմ ասում ավելի լավը քան կանխատեսված է եւ ֆունտին ինձ թվում է ոչինչ չի մնա, քան աճել, եթե միջև նույնիսկ առաջիկա պարլամենտական կիսաֆլետային վիճակում մեծ բրիտանական ֆունտը մնա, ամենայն դեպս պարլամենտական ընտրությունից հետո քաղաքական որոշակիություն մտնելուց հետո ֆունտը միանշանակ բռնելու է աճի ուղին եվրոյի հետ համատեղ։ Իհարկե կանդրադառնանք այսօրվա Միացյալ Նահանգների աժոտաժին, այստեղ ասենք նաև վաղը ունենք արտադրական ակտիվության ինդեքսը Ֆիլադելֆիայից մայիս ամսվա համար, հերթական շաբաթական նորություն աշխատաշուկայում գործազրկության նպաստացնողների քանակն է, դիմում տվողների քանակն է, էլի հերթական անգամ վատ կանխատեսում, բայց ընդհանուր առում ստաբիլ է 140-50 հազարի պլյուս մինուս 20 հազար սահմաններում, այս ցուցանիշը վերջին ժամանակահատվածում բավական կայուն է, նախորդ շաբաթ բավական լավ էր կանխատեսվածից, տեսնենք այս շաբաթ ինչպիսին կլինի, այս ցուցանիշով էլ հասկանանք, թե հունիս ամսվան ինչպիսի մայիսյան զբաղվածության ցուցանիշներ կտեսնենք։ Գործարար ակտիվությունը ընդհանուր առմամբ վերջին շրջանում Միացյալ Նահանգներում դանդաղել է, անցած շաբաթ, անցած ամիսն այնպես վատ ցուցանիշներ ենք տեսել, մի շարք գնահատականներ են այս առումով տրվում, առաջինը բավական վատ էր, երկու շաբթ ենք տեսել, մյուսը նույնպես վատ է կանխատեսված, հնարավոր է այստեղ նույնպես վատ ցուցանիշ տեսնենք։ Զբաղվածության ինդեքսն է, վատ ցուցանիշը բնականաբար կազդի Միացյալ Նահանգների առանց հետել արժեզրկված արժույթի վրա այս պայմանությամբ։ Ունենք Կանադայի նորություններ արժեթղթերի ներդրումների հետ կապված եւ դրագին խոսա երեկոյան վեբինարի ընթացքում ըստ էության մեր տեսնենք ինչ կասի դրագին, որից հետո նաեւ խոսել է կենտրոնական բանկի ռեզերվային բանկի ներկայացուցիչներից մեկը Լեսթերը Միացյալ Նահանգներից, հետարքեր է նաեւ Լեսթերի կարծիքը լսենք։ Հիշեցնեմ, որ մենք ընդհանուր գլոբալ ֆունդամենտալ առումով սպասում ենք հունիս ամսվան ռեզերվային դրույթի բարձրացում, սակայն անցած շաբաթվա վատ նորությունները կախված տնտեսական ցուցանիշների հետ Միացյալ Նահանգների մի փոքր նվազեցրեցին այդ հավանականությունը, որը գրեթե հասել է 90%-ի։ Այս երկու օրը շատ վատ, ասենց ասեմ, մեղմ ասած բաներ են կատարվում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ,
Վարչակազմում փոփոխություններ իրականացվում ոչ սպասելի, հա, որոնք թույլ են տալի ուրեմն ներդրողներին կասկածել Թրամփյան ծրագրերի մասով, հիշեցնել, որ այդ ծրագրերը խթանող քաղաքականությանն են վերաբերում, իջեցնել հարկերը եւ բարձրացնել ծախսերը։ Բացի դա, վերջին սկանդալը կապված ինչ-որ գաղտնի տեղեկատվության հաղորդման Ռուսաստանին, մեծ աղմուկ է հանել Միացյալ Նահանգների քաղաքական էլիտայում, հիմնավորումներ, չգիտեմ, այնտեղ խնդիրներ են առաջացել Թրամփի հետ, ցանկանում են հասկանալ դա ինչ է, մի խոսքով քաղաքական անորոշ իրավիճակ է, եւ Թրամփի վիճակը այս պայմանությամբ անիրանել է ըստ էության, մի խոսքով կհետևենք, հասկանանք ինչ է տեղի ունենում, բայց այս ամենը աշխարհի մակարդակով հանգեցնում է անորոշության աճի, հանգեցնում է ռիսկանության աճի, եւ ներդրողները նույնիսկ ռեզերվային դրույթի բարձրացման հավանականությունն են արդեն իջացել 69%, հա, ավելի քիչ են համարում նման պայմաններում ռեզերվային դրույթի աճը Միացյալ Նահանգներում հունիս ամսվան։ Առավել եւս այս շաբաթ որևէ էականորություն չունենք Միացյալ Նահանգներից, ընդհանուր առմամբ նաեւ Միացյալ Նահանգների նորությունները վատ են դուրս գալի, խառը նորություններ են դուրս գալիս, վաղը նույնպես էականորություններ ունենք, այս երկու հատկապես ցուցանիշները տեսնենք, եթե վատ է եղան, առավել եւս եւ կայունությունը մի փոքր այստեղ խաթարվել է, իհարկե դեռ ժամանակ կա վերջնական գնահատական տալու, երկրորդ երամսյակային արդեն ցուցանիշները պարզ կդարձնեն Միացյալ Նահանգների տնտեսության ուղղությունը, բայց բոլոր դեպքերում որոշ տեսանկյուններից դանդաղել է այստեղ տնտեսությունը, ինչն էլ ներդրողները արդեն սկսել են հաշվի առնել եւ ինչպես նշեցի, նախաձեռնությունը արդեն եվրոյի ձեռքում է, ինչպես տեսնում ենք, եւ այն աննահանջ գնում է վերև։ Այսպիսով անցնենք տեխնիկական մեր վերլուծությանը, եվրոդոլար 3 բայ դիրքեր, ստոպ լոսը մի փոքր կօպտիմալացնենք, բերելով ամսի 15-ի մոմի մինիմումի տակ, ներողություն 4, երրորդը չէի տեսնում, 4 բայ դիրքեր ունենք, 3 բանից աշխատած եւ նաեւ այստեղ բայ ֆրակտալն է աշխատել, ովքեր ունեին նաեւ Ռազարոտնիկի էջավորման տարբերակը արդեն իսկ այն ամբողջությամբ հետ է եկել, այսինքն երկրորդ բայ ստոպը, որտեղ ուներ take profit, մնացած դիրքերը շահույթների մեջ են եւ շարժվում ենք առաջ, գնում ենք ել ավելի մեծ շահույթներ ունենալու, 1.13 առաջին թիրախը ըստ իս, այնպես որ եւս 1 բայ ստոպ այսօրվա մաքսիմումին, ուղղությունը բայ։ Սելի համար ունենք բավական հեռու սել ֆրակտալ, դա ապրիլի 17-ի մոմի մինիմումն է, այնտեղ է մեր սել ստոպը։ Ֆունտ դոլարը նույնպես դժվարությամբ է աճ ու ձախ կողմնորոշվում, այստեղ մենք չունեցանք երկրորդ սել սիգնալը, մեկ սիգնալ ունենք սելի, գրեթե մոտեցել ենք ստոպ լոսերին, հուսամ, որ չենք վերցրել դրանք, այստեղ նաև մեր բայ ֆրակտալն է, հենց մայիսի 8-ի մոմի մասն է խոսքը, մոմի մաքսիմումից ունենք սել բայ ստոպ ներողություն, բայ ֆրակտալն է եւ մեր սել դիրքը հենց նույն մոմի մինիմումից արդեն իսկ աշխատած է։ Ֆլետային մի փոքր վիճակ է ֆունտի մոտ, պատճառները ֆունդամենտալ նշեցի արդեն։ Տեսնենք, սելի համար այլ որևէ տարբերակ չունենք, բայի համար նույնպես բացի բայ ֆրակտալը, ստոպը դեռ եկեք պահենք ամսի 10-ի մոմի մաքսիմումին, կարող ենք նաև տեղափոխել հենց այսօրվա մոմի մաքսիմումին, գրեթե նույն մակարդակի վրա են։ Ինչպես նաև այստեղ հետարքի իրավիճակ կարող է զարգանալ, եթե ԱՕ-ն միջև այսօրվա մոմի փակվելը դառնա կանաչ գույն, մենք ունենանք 2 բայ ստոպ դնելու հնարավորություն այսօրվա մոմի մաքսիմումից։ Եթե չէ, ապա դեռ այդ հնարավորությունը չունենք եւ երևի թե վաղվա մանրածախ առևտրի տվյալները մեզ նման շարժի հնարավորություն տան։ Բայց սպասենք, չվրազենք, դեռ մի 4-5 ժամ ունենք մոմի փակվելուն եւ ԱՕ-ն մեզ ցույց կտա մեր հավանականությամբ, թե ինչ ուղղությամբ կարող է գնալ եւ եւս բայ ստոպ դնենք, թե չէ այստեղ։ Բոլոր դեպքերում ունենք մեկ բայ ստոպ, բայ ֆրակտալից սել դիրքը աշխատում է։
Իենան ափսոսում է, որ նման շարժերը մեզ շուկան ցույց չի տալիս, գրեթե այս մոմը ամսի 11-ին ուզում էր դառնալ շրջադարձային, այստեղ մենք ուղղակի մաքսիմում չենք գերազանցել եւ դա ես թույլ չտվեց այն դիտարկել շրջադարձային, սակայն ըստ էության այն շրջադարձային դարձավ ENI-ի համար, այստեղ ունենք բայ ստոպ դրած, բայ ֆրակտալն է մեր սելի համար ունենք բավական հեռու սել ստոպեր, խնդրեմ դա ամսի 17-ի, ապրիլի 17-ի մոմը մինիմումից են դրված, սակայն այսօրվա մոմը այսպես փակվելուն պես մեզ տալու է առնվազն 0-ից անցումը AC-ով 1 սել ստոպ դնելու հնարավորություն, դա արդեն իսկ լավ է, այսօրվա մոմը մինիմումից կդնենք սել ստոպ, իհարկե եթե կարմիր զոնան նույնպես այսօրվանից սկսել շատ ավելի լավ կլիներ, մենք կմասնակցենք հետագա նվազման բայց ինչևէ շուկան մեզ տվել է 1 սել ստոպ դնելու հնարավորություն, այդ էլ դրանից էլ կօգտվենք մի խոսքով այսօր եթե մոմը փակվեց կարմիր կտրից ներքև, մոմի մինիմումից դնում ենք սել ստոպ եւ սպասում ենք դրա աշխատանքին։ Մյուս սելը սել ստոպը դրված է ապրիլի 17-ի մոմի մինիմումից։ Բայ համար այս բան ունենք ընդամենը բայ ֆրակտալ, դա մայիսի 11-ի մոմի մաքսիմումն է։ Ֆրանկը աշխատում է շատ լավ, կարմիր զոնա, ֆրակտալ 2 սելեր ունենք արդեն իսկ։ Այսօրվա մոմը մեզ տալու է 3 սել ստոպ դնելու հնարավորություն։ Առաջին կարմիր զոնա, երկրորդ անցումը 0-ից A-ով, երրորդ անցումը 0-ից AC-ով։ Ճիշտ ասած, հնարավոր է շրջադարձի մոմի նման փակվի, բայց ես վերապահումով եմ դրան մոտենում, որտեղ դեռ նոր ենք սկսել տրենդը սել, մի անգամ փչացրեց մեր սել դիրքերը ամբողջ, այստեղ բավական կուտակված ունենք, արդեն իսկ լավ շահույթներ կունենանք, սակայն որոշեց գինը բարձրանալ, հավաքել մեր ստոպերը, բանել բացել բայերը, հետո նոր իջավ, ինչևէ, հիմա ես հուսով եմ, որ թույլ կտա մեզ աշխատել, այնպես որ այսօրվա մոմի մինիմումից դնում ենք սել ստոպեր, 3 սել ստոպ, մեր ստոպ լոսերը կարող ենք օպտիմալացնել, բերելով ամսի 15-ի մոմի մաքսիմումի վրա, այստեղ չմոռանանք անոց զոնայի տեղափոխված բայ ստոպ ունենք, կարող ենք տեղափոխել արդեն այսօրվա մոմի մաքսիմումին այդ բայ ստոպը եւ ուղղությունը սել, եւ բայ համար ունենք նաեւ բայ ֆրակտալ, դա մայիսի 11-ի մոմն է։ Կանադական դոլարը դժվարությամբ է իջնում ներքև, 3 դիրք ունենք սել բացած, համոզելով X իրան ուզում է արժևորվի, ընդհանուր առմամբ արժևորման բացի նավթային գործոնից այդքան էլ շատ գործոններ չկան, վերջին շրջանի տնտեսությունը նույնպես այստեղ դանդաղել էր, բոլոր դեպքերում ուղղություն ունենք, ուղղությունն էլ սել է, շարժվում ենք ներքև, մեր ստոպ լոսերը կարող ենք մի փոքր էլ օպտիմալացնել, բերենք մայիսի 12-ի մոմի մաքսիմումին, մայիսի 11-ի մոմի մաքսիմում մեզ համար բայ ֆրակտալային է, այստեղ կա բայ ստոպ դրված, 3 սելեր ունենք այս պահին գործող, այլ որևէ տեղ չունենք բացի սել ֆրակտալը սել ստոպ դնելու, դա ապրիլի 13-ի մոմի մինիմումն է։ Դեռ նման շարժ ենք սպասում, դժվարությամբ է աշխատում, դժվարությամբ է իջնում այստեղ, բայց տեսնենք, կարևորը մեր 3 դիրքեր այս պահին շահույթների մեջ են եւ ուղղությունը դեռ սելը ոչինչ այն չի փոխել։ Ավստրալիական դոլարն աշխատել է մեր երկրորդ սիգնալը, երկրորդ մոդրելս, երկրորդ իմաստունը, տեսնում ենք, որի ստոպ լոսը գտնվում է այս պահի դրությամբ արդեն մայիսի 12-ի մոմի մինիմումի տակ։ Բայ համար ունենք նաեւ բայ ֆրակտալ, ապրիլի 24-ի մոմի մաքսիմումն է, իսկ սելի համար ունենք սել ֆրակտալ, դա մայիսի 9-ի մոմի մինիմումն է։ Այսպիսով մեկ բայ դիրք ունենք, ուղղությունը դեպի վերև, ամեն հավանականությամբ դոլարը լուրջ ուզում է արժեզրկվի, այդպիսի տպավորություն է տեխնիկական մասով, իհարկե ֆունդամենտն էլ չի զիջում դրան,
եւ մեզ տանում է այդ ուղղությամբ։ Հետարքիր խառը իրավիճակ է Նոր Զելանդիայի մոտ, եկեք տեսնենք թե ացեն որտեղ է եւ ինչ գույնի, ոնց որ թե կանաչել է ացել, մեզ ուզում է տալ կանաչ զոնա, ուշադիր լինենք այստեղ, ստոպերը հնարավոր է շուտով կփակվեն, ունենք այստեղ, սել ֆրակտալ է բացված, մնացած մեկ սել դիրք ունենք ստեղ աշխատած, դա ֆրակտալ են սել ստոպն է, որի ստոպը գտնվում է ուրեմն ամսի 11-ի մոմի մաքսիմումին, մնացած է հետաձգված ուրեմն պատվերներն են մեր, ուրեմն նոր սել ֆրակտալ ամսի 11-ի մինիմումի տակից ունենք, ամսի 12-ի մինիմումից ունենք բլուծե սիգնալով և կարմիր զոնա չի աշխատել, այն տեղափոխել ենք ամսի 15-ի մինիմումին, այնտեղ նաև կար 0-ից անցումը ուրեմն ACI-ով, դա թողել ենք և կարմիր զոնայի սել ստոպը տեղափոխել ենք ևս մեկ մոմ վերև, ամսի 16-ի մոմ, այստեղ նույնպես այն չի աշխատել և մենք այն կտեղափոխենք այսօրվա մոմի մինիմումի տակ և ուշադրություն, եթե մոմը փակվեց այսպես կամ ավելի բարձր գնով, գինը 69-29 ու 69-30-ից բարձր գնով, այստեղ կդնենք արդեն մեկ, բայց ստոպ սա կլինի մեր կանաչ զոնայի առաջին օրը, ըստ էության, ուշադրություն դարձնենք օրվա փակվելուն, և երկրորդ բայստոպը մեր դրված ապրիլի 24-ի մոմի մաքսիմումից, ամեն հավանականությամբ գիտենք, որ կորելացիոն մեծ կապ կա ավստրալիական և նորզելանդական դոլարների միջև, հետևաբար ավստրալիական դոլարի բայ ուղղությունը նաև բնականաբար պետք է ենթադրի նաև նորզելանդական դոլարի բայ ուղղությանը և ըստ էության այդպես էլ գնում է շուկան, այստեղ նաև դիվերգենտ իրավիճակ ունենք, տեսնում եք, նաև այսօրվա մոմը կարող լինի դիվեր բայստոպի իհարկե դիվեր բայի մոմ, այստեղ բայստոպ դրվի, պես որ էլ ավելի կուժեղացնի մեր բայստոպի ուրեմն որպես սիգնալ լինելու հավանականությունը, այնպես որ սպասում ենք մոմի փակվելուն և առավել ևս եթե կարմիրից վերև է այն փակվում, դնում ենք մեկ բայստոպ և կսպասենք երևի թե այստեղ նույնպես երկրորդ մուդրեցի այդ գալուն, իհարկե ոչ դասական իրավիճակ է նորզելանդական շուկայում, ուղղությունը ըստ էության փոխում է բայ սելերի համար ունենք սել ստոպ ուրեմն դրված այսօրվա մոմի մինիմումի տակից արդեն կդնենք 15-ի մոմի մինիմումի տակից ունենք 0-ից անցում, այստեղ ունենք բլուծը 14-ին, 12-ի ներողություն և 11-ին ունենք սել ֆրակտալ, այսինքն 4 սել ստոպեր կան տրված, մեկ սել դիրք ունենք, որ ամեն հավանականությամբ կփակվի ստոպ լոսով, դա ֆրակտալային նախքին ֆրակտալային սել դիրքն է։ Ոսկին հուսամը ունենք դիրք, ուղղակի կուզենայի այսպիսի շարժի երկրորդ մուդրեցից հետո նոր լինի, բայց չենք կարող նաև այդ տարբերակը մերժել, որովհետև ըստ էության այսօրվա մոմը մեզ համար երկրորդ մուդրեց է, երկրորդ բայստոպ դնելու հնարավորությունը մեզ տալիս, հիշեցնենք այստեղ նաև ունենք բայ ֆրակտալ, ամսի 17-ի մոմն է, և եթե այսօրվա մոմից մենք վաղն էլ ունենանք, ապա մենք նույնիսկ մեր բայ ֆրակտալին հենց վաղը կհասնենք կամ մյուս օրը, այնպես որ այսօրվա մոմը մեզ տվեց երկրորդ մուդրեց, երկրորդ բայստոպ դնելու հնարավորություն, այսօրվա մոմի մաքսիմումից դնում ենք բայստոպ, ափսոս չունենք կանաչ զոնա բնականաբար, բայց արդեն կանաչ զոնայում է աշխատում ոսկու գինը, այնպես որ ոսկու շուկայում բավական հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել, ստոպ լոսը տեղափոխենք բարձր, գրեթե վնաս մակարդակ, մայիսի 15-ի մոմի մինիմումի տակ, սա մեր շրջադարձի մոմի ստոպ լոսն է, մեկ բայ ստոպ լոսն է և ուղղությունը բնականաբար բայ, մեր նշաձողերը 1300 և 1330, այստեղ մի քանի հատ ունենք, չգիտենք սրանք ինչ են շատացել, նպատակներն այդպիսին են, եթե գերազանցենք մաքսիմումը, հուսամ կգերազանցենք ու կանցնենք դրանք։
Սա է ոսկու վիճակը, սելի համար ունենք սել ֆրակտալ, դա հենց ամսի 9-ի մայիսի 9-ի մոմի մինիմումն է, մինիմումի տակից դրված է 1 սել ստոպ։ Մնացած առումներով մենք դեռ բայ ենք և գնում ենք բայ ուղղությամբ։ Երկրորդ բայ ստոպը կդնենք այսօրվա մոմի մաքսիմումից։ Արծաթի մոտ արդեն երկրորդ բայը աշխատել է, տեսնում ենք երկրորդ մուդրեսն աշխատել է և սպաջաշկաներն եք ծակում, կարմիր գիծն եք ուզում հաղթարենք ալիգատորի, հաղթարելու դեպքում գնում ենք վերև, այստեղ նույնպես ուղղությունը վերև է։ Ստոպ լոս առաջին դիրքի մեր համար կարող ենք ոչ միայն առաջի երկու դիրքերի համար տեղափոխել մայիսի 12-ի մոմի մինիմումի տակ։ Սելի համար ունենք սել ֆրակտալ, դա մայիսի 9-ի մոմն է, այստեղ դրված է մեր սել ստոպը։ Բայ համար ունենք բայ ֆրակտալ, դա ապրիլի 17-ի մոմն է, այստեղ դրված է մեր բայ ստոպը։ Այս դիրքերը ես չեմ ուզում չնջեմ, որտեղ բավական դասական օրինակ է, էլ եմ կրկնվում, շատ աշխատք 4000 պունկտից ավել այստեղ շահույթ կա։ Տեսնենք բայ ուղղությունը կրկնես, օրինակը հակառակ ուղղությամբ։ Նավթը շարունակում է բայ ուղղությունը մեր, ունենք այստեղ բայ ստոպ դրված որպես երկրորդ մուդրես, բայց շուտով այն կդառնա բայ ֆրակտալ, եթե այսօր չգերազանցեցինք այս բարձրունքը, ապա այս բայ ստոպը այսօրվա մաքսիմումի վրա։ Եթե գերազանցեցինք, արդեն կաշխատի մեր ուրեմն երկրորդ մուդրեսը և մեր բայ ստոպը կմնա այստեղ։ Այս պայմանությամբ տեղափոխենք, որովհետև ըստ էության այն ձևավորվող նոր բայ ֆրակտալ է դառնում ավելի մոտիկ և լավ հարմար դիրքից, երկու բայ ստոպ կունենանք այդ մոմի մաքսիմումին։ Դիրքերի համար ուրեմն ստոպ լոսը դրված է, այս պայմանությամբ կարող ենք չնայած մի քիչ օպտիմալացնել, բերելով ամսի 15-ի մոմի մինիմումի տակ, դա վաղը կանենք այսօր, թող այսպես էլ մնա, երկու բայ ունենք, ուղղությունը բայ, WTN-ն է սա, սելի համար ունենք սել ֆրակտալ ընդամենը, մայիսի 5-ի մոմի մինիմումից։ Նույն պատմությունը բրենդի մոտ է, ուղղակի այստեղ բայ ֆրակտալ չի ձևավորվում, որովհետև մոտ ենք գնին, հիմա այստեղ մենք նաև կանցնենք և կաշխատի մեր երկրորդ մուդրեսը, 20 պունկտ տարբերություն կա ընդամենը այս պահի գնից, հնարավոր է նաև գերազանցած լինենք մաքսիմում, որ ֆրակտալ չկա, մաքսիմում այստեղ 52.71, այստեղ 52.70, դա է պատճառը, որ ֆրակտալային չկա, այնպես որ մեր բայ ֆրակտալը մնում ապրիլի 12-ի մոմի մաքսիմումին, բրենդի մոտ սակայն հենց ամսի 15-ի մոմի մաքսիմումին ունենք բայ ստոպ, այստեղ նույնպես երկրորդ մուդրեսն է, երկու բայեր շրջադարձային մոմից և դիվերսիոնալից արդեն իսկ աշխատում է, որոնց ստոպերը գտնվում են ամսի 11-ի կամ 12-ի մոմերի մինիմումի տակ։ Ուղղությունը բայ ոսկին։ Վերջապես փորձեցին ինդեքսները գնալ մեր ուղղությամբ, բայց շատ վատ դիրքերից, շատ վատ, որովհետև հա կանխատեսեցինք, հա տեսնում էինք այս սելը սպասելի էր, այն ուղղակի չտվեց որևէ սիգնալ սել բացելու, որևէ ազդանշան այստեղ չունենք, ոչ առաջին մուդրեցը, ոչ երկրորդը, ոչ ֆրակտալ, բավական հեռու է ֆրակտալները, չկա իրական սել ֆրակտալ խնդրեմ, շատ հեռու, անիմաստեղ սել ստոպ դնելու համար, խոսքով, հնարավոր է այստեղ որոշակ 5-րդ ալիք, բայց ափսոսում եմ, որ եթե այստեղից սկսվի սել ուղղությունը, սել շարժը, ինդեքսները գնան ներքև, որը լրիվ հավանական է ու սպասելի, բոլոր դեպքերում այստեղ չեն տալիս մոտակայքում, որպեսզի մենք սելեր, սել դիրքեր ունենանք, վաճառենք այն։ Ինչ արած։ Սա մեքսիկական պեսոն է, իր ոչին համահունչ, հանգիստ դանդաղ գնում ենք 1, 2, 3, 4-րդ օրն է 3 եղել, կարմիր զոնայի դեռ չաշխատած սել ստոպ կունենանք այստեղ, դեռ չի աշխատել, դեռ չեմ գերազանցել մնում, այսօր որոշակի կորեկցիա գնաց, սերվի կանաչ զոնայի այս ստոպը տեղափոխված, ինքը նույնպես աշխատել այս պայդրությամբ, 1 բայ է աշխատել, բայց ստոպ լոսը կարող ենք տեղափոխել հենց երեկվա մոմի մինիմումի տակ,
եւ որը որ հատելուց հետո այդ բայը կփակվի միանշանակ եւ կաշխատի մեր կարմիր զոնայի 4-րդ օրը այսօրվա մոմը մեզ կտա կարմիր զոնայի 5-րդ օրվա sell stop կտեղափոխենք, տեղադրենք այստեղ, նաեւ 0-ից անցումը AC-ով։ Շատ փոքր գնային դիապազոնի մեջ հավաքված են, իհարկե այս շարժերը բավական պունկտաժային առումով մեծ են, փոքր աչքին է փոքր տեսանելի, 160 պունկտ առաջին դիրքից ունենք, հա, շահույթ այս պահի գնով, քիչ չէ, բոլոր դեպքերում դեռ սպասում ենք ավելի հզոր եւ ուժեղ ներքև շարժի, 5-րդ տալիքն ամեն հավանականությամբ, որից հետո ֆիքսենք այսքան սել դիրքերը ու կմտածենք բայի մասին։ Եվրո INN գնաց, փակեց մեր թեյքերը, տեսնում եք, հեջավորվող դիրքը հեջավորվեց, ունենք 90 պունկտ, 100 պունկտից ավել, 90 պունկտ վնաս, 100 պունկտից ավել հեջավորվեց, այստեղ այս պայդրությամբ որևէ այլ բան չունենք, չձևավորվեց, երեկվա մոմը չտվեց շրջադարձային գոնը, եւս մեկ մոմ, գեղեցիկ շրջադարձային մոմ լիներ աշխատենք սել ուղղությամբ, չի տվել, հնարավոր այստեղ դիվերս սիգնալ, դիվերս հնարավոր է երկրորդ մուդրեցի աշխատանք, բայց արդեն գցենք գետին պլան, որտեղ մենք սիրում ենք հենց վերևից աշխատել, եվրո ավստրալիական դոլարը նույնպես գնաց, փակվեց ստոպերով եւ խնդրեմ հետ բերեց մեր վնասները, ամբողջությամբ խնդրեմ 120 պունկտ աշխատել են, գնացել է, այստեղ մոտավոր է իհարկե դրած այս ամեն ինչը, բայց ես ինքս ռեալ այդ վնասը փոխհատուցվել է, թեյքով փակվել է, մի քանի դոլար էլ ավել, այնպես որ այս տեսությունը շրջադարձային մոմերի միանշանակ գեղեցիկ աշխատող է։ Եվ սպասենք շուտով եւս մեկ շրջադարձային մոմ ամեն հավանականությամբ կձևավորվի, տեսեք դիվերի նշանը այստեղ գալիս, դիվերգենցիա ունենք, կամ այսօրվա մոմը կամ վաղվա մոմը մեզ կտան այդ հնարավորությունը աշխատելու եւս մեկ անգամ շրջադարձային մոմից չստացվեց, ամեն դեպս վնաս չունենք, կանցնենք առաջ։ Ֆունտ INN, խնդրեմ, չտվեց մեզ լավ շրջադարձային մոմ, սակայն տվեց լավ երկրորդ մուդրեց եւ շատ գեղեցիկ է, շատ լավ 150 պունկտ արդեն ունենք շահույթ, ստոպերը երկրորդ մուդրեցի համար տեղափոխենք հենց երեկվա մոմի մաքսիմումի վրա, բոլոր բայ դիրքերը շահույթով փակված են, շնորհակալություն հայտնենք Ֆունտ INN-ից, գեղեցիկ 880 պիպս առաջին դիրքից, ու ես մեջտեղ ինչ-որ միջինացված հաշվեմ 4 դիրք, մեջտեղից 530, այսինքն մոտ 2000 պիպսից ավել միայն այս դիրքերից, արդեն 3000-ը ոնց որ թե անցնում ենք, 3400 եւ երկու դիրք էլ այստեղ 3500, միջինացված 3500 պիպս շահույթ մոտ 10 բայ դիրքերից լավն էր, գեղեցիկ էր, աշխատեց Ֆունտ INN, ափսոս մենք այս վերևից չունեցանք այստեղ շրջադարձային մոմ, բաց թողնվեց մոտ 100 պունկտ, բայց ոչինչ, գնում ենք ներքև, աշխատում է մեր երկրորդ սել սիգնալը, երկրորդ մուդրեցը եւ ուղղությունը սել է, գնում ենք ներքև, այլ որևէ տեղ դեռ չունենք, բացի սել ֆրակտալը, սել ստոպ դնելու, ու հուսանք այստեղ ձևավորվի նոր սել ֆրակտալ եւ մենք կունենանք նոր սել ստոպ դնելու տեղեր։ Աշխատում է Ֆունտ INN, եվրո կանադական դոլարը նույնպես փակվեց ստոպ լոսով, բացի այն, որ այն փակվեց ստոպ լոսով, այսինքն աշխատեց մեր եւ բայ ֆրակտալ եւ հեջավորվող բայ դիրքը, հիշենք, որ ունենք այստեղ հեջավորելու բայ դիրք, նաեւ հիշեցնեմ, որ երեկվա մոմը մեզ տվեց հնարավորություն բլուծի եւ կանաչ զոնայի առաջին օր, դրանք նույնպես աշխատած են այս պահի դրությամբ, երևի թե ուզում եմ եւս մեկ բայերով շահույթ տան, որ ներքև, այստեղ կհանենք մեր երկրորդ մուդրեցի սել ստոպը, անպայման հիշեք, որ սա հանում ենք, որտեղ արդեն չկա, մենք գերազանցել ենք մաքսիմումը, սպասում ենք մեկ բայ դիրքը, որպեսզի փակվի թեյքով հետ բերելու համար մեր վնասը, երկրորդ բայը ֆրակտալային, բնականաբար դեռ կմնա, երրորդ
Բայերի համար stop loss-ը տեղափոխենք ուրեմն ամսի 12-ի մինիմումի տակ 2 բայ ունենք արդեն կանազոնաբելուց 3 մոմից աշխատած եւ 1 բայ stop կդնենք այսօրվա մոմի մաքսիմումին եւ ուղղությունը ըստ էության բայ գնում ենք վերև, սա եվրո-կանադական դոլարն է, չաշխատեց մեր շրջադարձը, ոչինչ, գնում ենք վերև, կաշխատենք բայ ուղղությամբ։ Ֆունտ կանադական դոլարը դեռ պայքարում է, սելերը շահույթների մեջ են այս պայդրությամբ, stop loss-ը դեռ պայենք մայիսի 11-ի մաքսիմումի վրա, սակայն ստեղ ունենք նոր բայ ֆրակտալ, մայիսի 10-ի մոմն է, այստեղ կա բայ ամսի ուրեմն մայիսի 5-ի մոմի մաքսիմումն նույնպես ունենք բայ ստոպը հեջավորման համար, իհարկե վաղը արդեն կօպտիմալացնենք մեր դիրքերը, սելի համար դեռ որևէ այլ տեղ չունենք, ուղղությունը դեռ սել է, երկու սելեր աշխատում են, դա ֆունտ կանադական դոլարն է, ֆունտ ավստրալիական դոլարը նույնպես փորձեց խորքային գնալ կորեկցիա ու գնաց, հիմա իջնում ենք ներքև, վաղը կարող ենք stop loss-երը տեղափոխել այսօրվա մոմի մաքսիմումի վրա, արդեն հաշվի առնելով որ երկրորդ ալեկամյան հավանականությամբ արվեց, սա կորեկցիոն էր, իջնենք ներքև, դեռ մեր երկրորդ մուդրեցի sell stop-ը չի աշխատել, այստեղ ունենք sell stop, դա ամսի 15-ի մայիսի 15-ի մինիմումն է, սպասենք դրա աշխատանքին, չմոռանանք հեջավորման ուրմու մասին եւ բայ ֆրակտալի մասին, սա ֆունտ ավստրալիական դոլարն է, Ֆունտ նորզելանդական դոլարը նույնպես շատ գեղեցիկ աշխատում է, շահույթները կան արդեն մեկ դիրք ունենք իհարկե այս պայդրությամբ, իջնում ենք ներքև, stop loss-ը այստեղ նույնպես կարող ենք օպտիմալացնել, վերել այսօրվա մոմի մաքսիմումի վրա եւ սպասել լավ շահույթների, սելի համար ափսոսել տեղ չունենք, որպեսզի ընդհանուր առմամբ ավելանանք, ֆունտերը մեզ չեն նեղացնում, աշխատում են, եվրոն իր տեսականիով կորոսներով գնաց վերև, եվրոն արժևորվում է բոլոր ճակատներով, հասկանալի է, սակայն եվրո նորզելանդական դոլարը այսօրվա իմ նկատած դիրքերից տալիս է շրջադարձային մոմ, ուշադիր լինենք, հարգելիներս, հնարավոր է, որ այստեղից ունենանք ներքև կահավիժող ուղղություն, այսպիսով իհարկե նախորդ մոմը նաև կանադզոնաբելուց է սիգնալներ է տվել, բայեր են աշխատում եւ այլն, բայց քանով մենք դա չենք աշխատել, մենք միանշանակ այստեղ աշխատում ենք միայն շրջադարձային մոմի համար սել ուղղությամբ, հավանական սել ուղղությամբ, որովհետեւ դեռ ասել եմ ձեզ եւ բազմաթիվ անգամ կկրկնեմ, առաջին մուդրեցները դրանք հավանականությունն է, որ տրենդը կարող է փոխվել այստեղից, դեռ հաստատված չհաստատվելու համար մենք պետք է սել ֆրակտալը ծակենք ներքև, այնպես որ այդ հավանականությունները կաշխատենք, որտեղ կստացվի, որտեղ էլ չէ, ինչ ենք անում, ունենում ենք հեջավորման բայեր, հակառակ ուղղություններ, իրենց թեքերով եւ ամեն հավանականությամբ փորձը ցույց է տալի, որ 90% դիրքերում մեր վնասը հետ ենք բերում եւ մի բան էլ աշխատում հակառակ ուղղության վրա, այսինքն տրենդը չի փոխվում, գնում ենք տրենդով դեպի վերև։ Այսօրվա մոմը համենայն դեպս տալիս է մեր շրջադարձային մոմի տեսք, այս պայդրությամբ իհարկե, նավաղը վերջնական կերևա, այսօրվա մոմի մինիմումի տակ կուտենում ենք մեր սել ստոպերը, սա եվրո նորզելանդական դոլարն է հիշեցնել եւ սպասում ենք դրա աշխատանքի, տեսնենք ինչպեսին կլինի այն, այստեղ նաև ունենք դիվեր տարբեր մակարդակներով եւ այսպես դիտարկած եւ փոքր ուրեմն դիապազոնով դիտարկած, խնդրեմ երկու դեպքում էլ կան դիվերներ, դիվերգենցիաներ, սա նույնպես փաստում է, որ մեծ հավանականությամբ այստեղ շրջադարձ մենք կարող ենք ունենալ, ուշադիր կլինենք վաղը, սա նոր դիրք կլինի մեզ համար երևի թե այստեղ կաշխատենք, եվրո-կանադական, եվրո-ավստրալիականը նույնպես հնարավոր է գիշերը շրջադարձային մոմ, ես տա, եվրոյենը չտվեց, եժվայել արդեն տա, ֆունտ ֆրանկը նույնպես չտվեց, այս ամբողջ շարժը մենք չկարողացանք աշխատել, սպասում ենք այստեղ շրջադարձային մոմի ձևավորմանը, բայց չձևավորվեց, ափսոս,
Ափսոս։ Մնացած դիրքերը, մնացած ակտիվներում չեմ նայ, որտեղ արդեն իսկ բավական շատ ակտիվներ ենք մենք դիտարկում։ Մի քիչ դժվար է իհարկե այս ամենը մտապահել, բայց ուղղությունները վատը չեն, ակտիվների մեծ մասը աշխատում են շահույթներով, ինչ էլ չի աշխատում շահույթով, համենայն դեպս իր տված վնասը հետ է բերում, բազմաթիվ դեպքերում մենք այն համոզում ենք, այնպես որ դժգոհելու բան չունենք շուկաներից այս պահի դրությամբ, եվրո-կանադական դոլարն է միակ ակտիվ այս պահին, որ դեռ հետ չի բերել, բայց ես այստեղ տեսնում ոչ թե հետ է բերում, այլ նաև բերելու են մեծ շահույթներ, շատ մեծ շահույթներ, որտեղ 3-4 դիրքով գնում ենք բայ եւ 5-րդ դիրքն է միայն մեծ հեջավորման համար։ Պետք մնացածը շահութային դիրքեր են եւ կհետևենք, կտեսնենք։ Մնացած բոլոր չաշխատած շրջադարձային մոմերը մեզ վերադարձել են վնասները։ Մենք համոզվել ենք մեր վեբինարների ընթացքում։ Այսպիսին է իրավիճակը շուկաներում, հարգելի գործընկերներ, եթե չունեք հարցեր, այսօրվա համար այսքանը, շնորհակալություն մասնակցության համար եւ չեմ զլանա կմաղթեմ եւս շահութաբեր, հաջողակ ուրեմն առևտուր մեզ 3 ասացվաբիկը լսեցա մեր այդ մաղթանքները եւ այսօր մեր բոլոր ուղղություններով գրեթե լավ շարժեր եղան շուկայում, ովքեր աշխատում են, ովքեր հետևում են, ես համոզված եմ, որ ֆիքսել են որոշակի շահույթներ եւ մեծ հույս ունեմ, որ շարունակվելու է դա նաեւ վաղը։ Այնպես որ աշխատենք իրար հետ, աշխատենք եւ ունենանք մեծ շահույթներ։ Հաջողություն բոլորիս, մինչ վաղը, հանդիպենք վաղը 20:30։ Ցտեսություն։